Ինչն է պատճառը, որ այդքան շատ ու այդքան հասանելի են այս անհայտ ծագման տարբեր պրեպարատները։ Որևէ տեղ ճիշտ ցուցումով, ճիշտ ժամանակահատվածին, ճիշտ տեղաչափով, ճիշտ բուժարուի մոտ չօգտագործենք, կարող է դառնալ ոչ թե մենակ թույն, այլ մահացու։ Ներքին օրգանների ճարպակալում մի երևույթ, որ շուտ հաճախ հանդիպում է մեր հասարակության մեջ։ FDA-ը սեմագլուտայդի ներընդունման տեղահատը նյութը approve արեց ճարպակալման բուժման համար։ Հատկապես կանանց պարագայում դեմենցիաները, գլխուղեղի նեյրոկոգնիտիվ դիսֆունկցիաները առաջի տեղ են դարձել մահացության պատճառների մեջ։ Վերջին տարիներում ի հայտ եկան նոր հիվանդություններ կամ հիվանդությունների կամ դեպքերի բարձրացած ռեյթեր, ինչի որտեղ նախկինում այդ բուժարուները այդ ստադիային չէին հասնում, մահանում էին։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարի երեկո, սիրելի դիտորդներ։ Ահա կրկին երեքշաբթի երեկո է եւ ձեզ հետ է Կարդիոլաբն ու ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, ավելի տեղեկացված եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բուժաշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել լայք կոճակը եւ հնարավորինս տարածել մեր հաղորդումները։ Այսօրվա հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է, մի մասնագետ, ում հետ երբեք զրույց չենք ունեցել Կարդիոլաբի շրջանակներում եւ մասնագիտություն, որը իմ կարծիքով մեծ առումով անտեսված է, սակայն չափազանց կարեւոր է մեր երկրում եւ կարեւոր է դրա վերաբերյալ տեղեկացվածությունը հանրության մեջ նույնպես բարձրացնելը։ Բարեկամներ, այսօր մեր հյուրն է Clean-Choice ընկերության թիմի ղեկավար, Էրեբունի բժշկական ակադեմիայի դասախոս եւ ProfSkills ընկերության էքսպերտ, կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանը։ Ողջույն Նարեկ ջան, շնորհակալություն, որ հյուր եկաք։ Հարև ձեզ, դոկտոր ջան, ուրախ եմ շնորհակալություն հրավերի համար։ Ուրախ եմ, որ այսօր ձեր հյուրն եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, հաշվի առնելով վերջին ժամանակներս ձեր կողմից ստեղծված շատ դիպուկ կոնտենտը համացանցում եւ թե ինչքան կարեւոր հարցերի վրա եք հրավիրում ուշադրությունս, կարծեցի, որ լավ կլինի, որ մենք մի քիչ ավելի խորացված, այսպես ոդքասթի ֆորմատով քննարկենք, թե ինչ է կլինիկական դեղագիտությունը եւ բժշկագիտության մեջ ինչ տեր ունի ինքը։ Շատ շնորհակալություն այս կարևոր հարցը բարձրացնելու համար։ Իրականում ոնց ասեցիք սկզբում, կլինիկական դեղագիտությունը, կլինիկական տեղակետի թերը շատ այսպես ասած անդեսված է դժբախտաբար եւ ինքնին կլինիկական տեղակետությունը, կլինիկական տեղակետ մասնագետը ամբողջ աշխարհում նոր այսպես ասած ասպարեզ է բժշկության մեջ։ Կլինիկական տեղակետը ես կասեի այն մասնագետն է, որ պետք է գտնվի որտեղ բուժարու կա, այսինքն բուժարուն տեղի նշանակում կա բժշկի կողմից, բժշկական խնամք կա թե բժշկի, թե բուժքրոջ եւ թե տեղադամ մասնագետ, տեղակետի կամ տեղակորձի կողմից։ Այսպիսով հիմնական իր արդյունավետ մասնագիտական ներդրումը ես կարծում եմ եւ ինչպես կլինիկական տեղակետության ասպարեզը մեզ դալիս է սահմանումը էֆեկտիվ, ապահով եւ ինդիվիդուալ ֆարմակոթերապիա ապահովել բուժարուին։ Հիմնականը այս նախտաշությամբ կարող ենք սահմանել։ Եկեք փորձենք հատիկ առանձնացնել, հա, ինչ է նշանակում էֆեկտիվ դեղաբուժության մեջ, ինչ է նշանակում ապահով եւ ինչ է նշանակում ինդիվիդուալ։ Շատ բարի, այս երեք երանգունի կարևոր մասերը ուրեմն հիմքն է կլինիկական տեղագիտության մեջ եւ ես միշտ ընդհանուր առաջնահերթությունը տալիս եմ ապահովության։ Ապահով, այսինքն այնպիսի ֆարմակոթերապիա, այնպիսի տեղաբուժություն ապահովել բուժարուին, որպեսզի որևէ թունաբանական ռեակցիաներ չառաջանա, որպեսզի որևէ փոխհաստեցություններ չառաջանա,
որբեսի որևէ խնդիրներ չառաջանա գախված իր ինդիվիդուալ վիճակից, իր անհատական վիճակից, որովհետև մենք ինչքան այսպես ասած ունենք նույն տարիքի, նույն սերի, նույն ֆիզիկական վիճակի բուժարու, բայց ինդիվիդուալ մոդեցումը շատ կարևոր է, կախված մի քանի հանգամանքներից, տեղ կորձում է տեղ փոխհաստեցություն, տեղ հիվանդություն փոխհաստեցություն եւ լրիվ ընդհանուր, այսպես ասած, ֆունկցիոնալ վիճակը բուժարուին։ Իսկ էֆեկտիվությունը միանշանակ կարծում եմ ֆարմակոթերապիա թերապևտության հիմնական պատճառը թերի նշանակումը կամ թերի ընդունումը էֆեկտիվ բուժում ապահովելն է բուժարուին։ Այ ասացեք խնդրեմ, ինչպես է ընթանում ընդհանրապես նոր դեղորայքի ստեղծումը, ինչ փուլեր է անցնում եւ ինչով ենք մենք կարողանում որպես հասարակություն կամ որպես համակարգ հնարավորինս ապահովել այդ անվտանգությունը, որպեսզի ինքը հանկարծ չվնասի մեր բուժարուներին։ Որևէ թերի անվտանգությունը ապահովելու համար շատ մեծ երկար ժամանակատվածի առումով process է եւ ընթանում է այսպես ասած մի քանի մասնակետների, մի քանի ասելով շատ մասնակետներ։ Իսկ թերի ստեղծումը, որ դուք ասեցիք, որևէ մոլեկուլ, որ փորձում է սինթեզվել, անշուշտ սինթեզվելուց հետո եւ պոտենցիալ որևէ աստման մեխանիզմ ունենալուց հետո անցնում է թե նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումներ։ Անշուշտ նախակլինիկականը գենտանների վրա է կատարվում, իսկ կլինիկականը, այսպես ասած, մարդկանց վրա։ Եվ կլինիկական հետազոտությունը որպես կլինիկական տեղակետ, որ մենք ավելի առնչվում ենք, ընթանում է հիմնականը 4 փուլեր է։ Երրորդ փուլի ավարտին արդեն տեղանյութը կստանա իր approval-ը, այսպես ասած, որպեսզի շուկայում լինի եւ գրանցվի։ Իսկ 4-րդ փուլը, այսինքն հետ շուգայական, դեռ գոյություն ունի տեղասկոնության գիտությունը, որտեղ մասնակետները, տեղասկոնության մասնակետները, լինելով բժիշկները, կլինիկական տեղակետները, տեղադան մասնակետները, բոլոր տեսակի բուժ աշխատողները, այսպես ասած, իրենց ռիպորտները կամ իրենց որևէ սիգնալ հասկացողությունները ուղարկում են health authority-ներին, առողջապահական գազམ་ագերբություններին, որպեսզի գրանցվի ինչ պոտենցիալ ապահովության հետ կապված խնդիրներ կան։ Եվ հենց այս 4-րդ փուլի շնորհիվ շատ տեղեր իրենք, այսպես ասած, շուգայում հայտնվել են, բայց հետո վերածվել են, քաշվել են շուգայից, հետ կանչվել են կամ ինչ որ տեղանյութեր իրենք սկզբնական ցուցումով գիրառվել են եւ այսպես ասած իրենց դրական սիգնալների, դրական աստեցության հետևանքով ավելացվել է ուրիշ ցուցումներ իրենց։ Ինչպես օրինակ հակադիաբետիկ պրեպարատները, որոնք սկսեցին կիրառվել դիաբետի համար, բայց կարծես թե շատ արագ նկատեցին, որ հավելյալ քաշի հետ կապված դրական էֆեկտներ ունեն, չէ, եւ սկսեցին նաեւ հետազոտել այդ ցուցումներով։ Այո, միանշանակ անշուշտ խոսքը այս ուղղությամբ գնում է ինկրետինային համագարկի վրա աստող տեղերի ավելի հայտնի GLP-1 ագոնիստները, անշուշտ սկզբում իրենց աստեցությունը որպես հագադիաբետիկ եւ տեսնելով, որ քաշի նվազեցման վրա շատ մեծ դրական դեր ունին, եւ դարբեր ավելի բարձր տեղաչափերով օգտագործելիս արդեն մենք ունենք այսօր այդ խումբի պրեպարատներից սեմագլուտայդը, թիրզեպատայդը, լիրագլուտայդը դարբեր օգտագործման եղանակներով օրը մեկ անգամ, շաբաթը մեկ անգամ եւ ինչի՞ չէ դարբեր ագոնիստային աստեցությամբ տեղանյութեր, ինչպես թե թիրզապետայդ։ Անշուշտ այսպես ասած ունենք դեռ մենք ջամփու վրա, այսպես ասած կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլի, երրորդ փուլի ուրիշ տեղանյութեր, որոնք արդեն ոչ թե մենակ մեկ ռեսեպտորի վրա կարող են աստել 1, 2, 3 եւ 4-րդի այդ ուղղությամբ։ Անշուշտ թե ենթամաշկային եւ թե ներընդունման տեղանյութեր։ Այսինքն դուք ոնց ասեցիք այդ 4-րդ փուլը տեղասկոնության կամ ընդհանրապես հետ շուգային ուսումնասիրությունները խթան կդառնան, որպեսզի այսպես ասած նոր մոլեկուլները ստեղծվեն, նոր հետազոտություններ անեն եւ ամենակարևորը բուժարուի ապահովության մակարդակը բարձրացնելն է։ Այ եկեք մի փոքր ավելի բարձրաբանենք, որովհետև կարծում հանրությանը շատ մեծ է հետաքրքրությունը այդ պրեպարատների, GLP-1 ագոնիստների նկատմամբ,
մասնավորապես սեմագլուտիդը կամ տերզեպատիդը շատ աղմուկ բարձացավ այն կապակցությամբ, որ որոշ սելեբրիթիներ, չգիտեմ այդ բառը հայերեն ոնց թարգմանել, կիրառում էին դա առանց ցուցումի, այսինքն զուտ մի քանի կիլոգրամ քաշի նվազեցման նպատակով։ Որոնք են այս պրեպարատների ստանալու ցուցումները եւ ինչ կպատահի, եթե մենք իրենց ստանանք առանց դասական ցուցումներն ունենալու։ Քանի ես սիրում եմ նախընտրում ապահովության գոմից միշտ առաջնահերթությունը տալ, ես անդրադառնամ ծեր երկրորդ հարցին, ինչ կլինի գոմնագի աստեցությունների, այսպես ասած, լայն ոլորտի գոմնագի աստեցություններ, թունավոր, ինչի՞ չէ, ճագերտավոր թունավոր աստեցություններ, աչքի, նույնիսկ պանկրեասի, լեղակարային հիվանդության, որևէ բոլոր խնդիրները միանգամից ակնհայտ կգա։ Եվ այսպես ասած, անգլերեն ոնց ասում են misunderstanding հասկացողությունը, որ սխալ հասկացողություն այս պրեպարատի եւ խումբի, որոնք ունեն այսպես ասած շատ հիասքանչ աստեցություն մետաբոլիկ սինդրոմի, շաքարային դիաբետի, ջարբային լյարդի, երիգամային անբավարարություն եւ ինչի՞ չէ նույնիսկ ուսումնասիրությունները գնում են մորֆինային գախվածություն, ալկոհոլային գախվածություն։ Այսինքն, այո, բայց եթե վերադառնանք մեր հիմնական, այսպես ասած, կլինիկական տեղեկատվության հիմքերին, որևէ տեղ ճիշտ ցուցումով, ճիշտ ժամանակահատվածին, ճիշտ տեղաչափով, ճիշտ բուժարուի մոտ չօգտագործենք, կարող է դառնալ ոչ թե մենակ թույն, այլ մահացու։ Դրա համար շատ կարևոր է այստեղ նորից շեշտեմ կլինիկական տեղակետի ներդրումը, իր մասնակիտական մասնակցությունը մյուս բժշկական ոլորտի մասնակիցների հետ։ Բուժող բժիշկը, թերապևտը, ընտանեկան բժիշկը, նեղ մասնակիցները, բուժքույրը եւ տեղակորձ մասնակետը, որբեսի լիովին ծևով ապահովենք էֆեկտիվ ինդիվիդուալ մոդեցումով ֆարմակոթերապիա բուժարուին։ Եթե ես օրինակ չունեմ այն կլասիկ ցուցումը, որը 30-ից ավել մարմնի զանգվածի ինդեքսն է, չէ՞, թե չեմ սխալվում, որպեսի ճարպակալման համար ստանամ, բայց օրինակ ունեմ վիսցերալ ճարպ կոչված, այսինքն ներքին օրգանների ճարպակալում մի երևույթ, որ շուտ հաճախ հանդիպում է մեր հասարակության մեջ, սա ինքնին կարող է ցուցում հանդիսանալ GLP-1-ի ագոնիստների նշանակման եւ նրանցով բուժման, թե դեռ բավարար հիմք չէ։ Ցուցումների առումով ունենք մի քանի կատեգորի։ Ձեր ասած այդ BMI-ը 30 գա, ուրիշ կատեգորի, եթե արդեն դվյալ բուժարուի մոտ ռիսկի կորձոններ գա սիրտանոթային համագարքի հիվանդությունների, կամ ոնց ասեցիք վիսցերալ ջարբակալում, լյարդի ջարբակալում, շաքարային դիաբետ, արդեն այդ դեպքում 27-ից արդեն ցուցված է GLP-1-ի ագոնիստները, ինչպես սեմագլուտայդը։ Անշուշտ այստեղ կդարբերի օրինակ տիրզապետայդի, որը այսպես ասած երկու ռեսեպտորի վրա գաստի, քանի ժամանակ շնչա այսպես ապնեայի ժամանակ էլ ունի ցուցումներ։ Այսինքն մենք ընդհանրապես կդարբերվենք ինդիվիդուալ թե մոդեցումով, թե ինդիվիդուալ հիվանդությամբ։ Այստեղ 27 է, 30 է, ինչպեսին օգտագործենք, որ տեղանյութով սկսենք։ Անշուշտ այստեղ վերջերս նոր FDA-ը սեմագլուտայդի ներընդունման տեղահատը նյութը, այսպես ասած, approve արեց ջարբակալման բուժման համար։ Նախկինում ունենք սեմագլուտայդը ներընդունման որպես շաքարային դիաբետի ժամանակ, հիմա 25 մգ-անոցը, այսպես ասած, approval տվեց։ Անշուշտ հետազոտությունները գնում են 50 մգ-ի համար։ Եվ այսինքն կարծում եմ թեր սկիզբն է։ Նույն այդ 4-րդ փուլի հետևանքով նկատում եմ, որ այդ սեմագլուտայդը կամ որևէ GLP-1 ագոնիստ մգանային զանգվածի գորուստ են առաջացնում։ Եվ դրա հիման վրա փորձում են այնպիսի մոլեկուլ ստեղծել կամ կոմբինացիաներ ստեղծել, որ իրենք զերծ մնա բուժարուն այդ մգանային զանգվածի գորուստից մինչև 50%, այսինքն եթե դվյալ անձը 20 կամ 30 կիլոգրամ գործրել է, նկատել են, որ 30 կիլոգրամից 15 կիլոգրամը մգանային զանգված է գործրել։ Այսինքն միշտ այստեղ նորից ասում եմ, կլինիկական տեղակետի ներդրումը շատ կարևոր է։
Հետաքրքրական է։ Իսկ կա որևէ հետազոտություն, որը խոսում է այդ GLP-1-ի ագոնիստների եւ ստատինների փոխազդեցության վերաբերյալ եւ ինչպես է դա ընդհանրապես անդրադառնում լիպիդային պրոֆիլի վրա այս պրեպարատների ընդունումը։ Ճիշտ ասած, ստատին եւ GLP ագոնիստ իրենք յուրաքանչյուրը իր ցուցումով գախված դիսլիպիդեմիա եւ մետաբոլիկ սինդրոմ կամ շաքարային դիաբետ ունեն այսպես ասած ցուցում, որպես եթե դուք նկատի ունեք ապահովության առումով կամ եթե որևէ փոխհաստեցություն բացասական առումով դվյալ բահին չկա այդպիսի, այսինքն մենակ կմնա այստեղ յուրաքանչյուրին առանցին GLP-1 ագոնիստների գախված ստամոք սաղիկային այդ խնդիրները եւ ստատինների իրենց միոպաթիա առաջացնելու վերջերս վստահ եմ որ դուք էլ դեղյակ եք եւ խոսել եք երևի դրա մասին որ ստատինների հետ կապված այդ կողմնակի աստեցությունները մի քիչ չափազանցված են կամ այդպես չէ բայց միանշանակ նամանավանդ որ մենք ընդհանրապես ստատին ընդունող Պուժարուն մենակ ստատին չի ընդունում։ Ինքը քրոնիկ հիվանդություն, մետաբոլիկ սինդրոմ, սրտային անբավարարություն կամ այսպես ասած սիրտանոթային համակարգը, այսինքն այդտեղ գոյություն ունի եթե մեկ աստիճանի գոմնագի աստեցություն փոխաստեցությունների հետևանքով կարող է այդ գոմնագի աստեցությունը ավելի ագանադես լինենք։ Ինչն է պատճառը ձեր կարծիքով որ այդքան բացական ֆիդբեքեր կան ստատինների կիրառությունից իմ ընդհանուր տպավորությամբ դրանք հիմնականում անվտանգ եւ շատ էֆեկտիվ, հա, բոլոր խոշոր ստատինների հետ կապված տրայալները ցույց են տալիս, որ այո, իրենք նվազեցնում են մահացությունը, նվազեցնում են սիրտանոթային պատառների հավանականությունը, որ բավականին անվտանգ են։ Ինչու է այսպես հակաքարոզ ընթանում համացանցում եւ սոցիալական այլ ցանցերում ինչով է դա պայմանավորված։ Ճիշտ ասած, եթե նկատի ունեք մենակ ստատինների, այդ դեպքում ստատինները, որովհետեւ իրենց հիմնական գոմնագի աստեցությունները գախված միոպաթիայի հետ կամ այսպես ասած իրենց խնդիրները լիարդային ֆերմենտների, էնզիմների բարձրացման հետ, եկեք այստեղ մի քիչ տարբերենք նշանակալի կամ կլինիկական գոմնագի աստեցությունները կամ ինչ որ գրանցվել է կամ թերապանական աստեցություն։ Ես ինչի ես նախտասություն ասեցի, որովհետև շատ ընդհանրապես ես որևէ տրեյնինգի ժամանակ դասախոսության ժամանակ միշտ այսպես ասած հարցը բարձրացնում են ստատինները արյան գլուկոզը բարձրացնում են կամ չեն բարձրացնում շաքարային դիաբետ առաջացնում են կամ չեն առաջացնում։ Հիմա նկատի օրեն այսպիսի թեփքեր չկա, բայց նկատել եմ որ այսպես ասած ստատին օգտագործողները կամ ստատինը կարող է բարձրացնել ինչ որ չափով արյան գլուկոզայի մակարդակը եւ դրա համար recommendation-ները գա այսպես ասած խորհուրդ են տալիս որ կոնե արյան գլուկոզի մակարդակը ստատին ընդունող բուժարուի մոտ պետք է հսկվի բայց մի քիչ այսպես ասած ես ուղեմ այդ հարցը որպես սրտապան գոյություն ունի այդպիսի ինդիվիդուալ կամ զերծ խնդիր որ հիվանդը քիչ են դեպքեր երևի որ մենակ ստատին են ընդունում իրենք չեն ընդունում օրինակ մեթֆորմին կամ որևէ հագա դիաբետիկ կամ սերմ կոնտրոլի դակ չեն այսինքն իրենք ես կարծում եմ այդ նորմալ 3 ամսվա 6 ամսվա արյան գլուկոզի մակարդակը կամ յուս անալիզները որ անում են եղմասնակետս կամ էնդոկրինոլոգը կամ սրտապանը արդեն լրիվ մեծամասնությամբ զերծ կմնա այդ պոտենցիալ աստեցությունից։ Հիմա դառնալով ծեր հիմնական հարցումին ինչի ստատինները, որովհետև ես կարծում եմ հիմնականը գոմնագի աստեցությունները կամ այդ հաճ աստեցությունը որ կարող է թողնել հիվանդի մոտ եւ պատճառ դառնա, այսպես ասած, թերի հրաժարվելուց։ Ես շատ դեպքեր նկատել եմ, այսինքն ինձ բարեկամներ, ծանոթներ կրում են այսպես ասած այդ կոնտենտը որ ես չեմ անում, թիմում են ինձ եւ հարցնում են ստատինների ուրիշ տեղերի մասին էլ ստատինների մասին շատ են հարցնում արդյոք դեմենցիա կառաջացնի արդյոք կան այդ միֆերը ասեմ կամ կարող է գրանցված թեփքեր կարող է լինի բայց հաստատ իրենք կապված չեն լինի հենց ստատինի որովհետև ընդհանրակը ստատին օգտագործել մենք հասկանում ենք այսպես դիսլիպիդեմիայի
ուղում եւ ուղեղային արյան շրջանառության եթե դեմենցիայի մասին ենք խոսում ուղեղային արյան շրջանառության լավ բարելավում այսինքն Այո, մասնավորապես վասկուլար դեմենցիաների պարագայում այստեղ բիոլոգիական plausibility բառը չգիտեմ ոնց թարգմանել, բայց բիոլոգիական տրամաբանությունից է բխում, որ ստատիների կիրառությունը պետք է օգտակար լինի եւ նույնիսկ ինչ որ ձևով օգուտ տա կանխարգելման տեսանկյունից։ Այո, մեկ էլ ուրիշ բան ավելացնում ես էսի ավելի վերլուծության դրամաբանության վրա է, ովքեր որ այդ ստատինը չօգտագործեն եւ օգուտները չստանան շիդակ ցուցումով, բիդի չի ըսկանատ կողմնակի աստեցությունները։ Այսինքն մենք ընդհանրապես երևի սրտապանության էլ մեջ գա, որ վերջին տարիներում հայտ եկան նոր հիվանդություններ կամ հիվանդությունների կամ դեպքերի բարձրացած ռեյթեր ինչի որտեղ նախկինում այդ բուժարուները այդ ստադիային չէին հասնում մահանում էին հիմա արդեն ուրիշ տեսակներ դուք ավելի լավ գասեք կախված արիթմիաների կամ բան իրենք այդ առաջնային փուլերում մահանում են նույն բանը այսինքն մենք դիսլիպիդեմիան բուժում ենք դիսլիպիդեմիան կոնտրոլ ենք անում եւ բուժարուն ըսկում է արդեն այսպես ասած մի քիչ ավելի թեթև գոմնագի աստեցությունները որը կարծում եմ որ գիտության արագ զարգացման հետ նոր պրեպարատների բարեբախտաբար ընդհանրապես մետաբոլիկ կարդիովասկուլար սիրտանոթային շաքարային դիաբետ այս ասպարեզի մեջը նոր թեղերը, նոր մոլեկուլները շատ արագ են, շատ ուսումնասիրություններ կա, մի քանի պատճառով անշուշտ։ Ի դարբերություն դժբախտ վիճակի մեջ, որը անտիբիոտիկների հետ կապված է եւ շատ մենք այսպես ասած խնդիր ունենք եւ WHO-ն առողջապահական համաշխարհային գազագերբությունը եւ մյուս ոչ բժշկական գազագերբությունները 10 սպառնալիքներից մեկն են դասա գարկել։ Դրա համար մենք այստեղ ունենք շատ մեծ հնարավորություն նոր պրեպարատներ, նոր զուգակցումներ, նոր թեղաչափի ընդունում եւ կարեւոր դեր գխա այստեղ էլի ասում եմ թեղ փոխաստեցությունները, այսինքն հենց նույն ստատին եթե մենք օգտագործենք այսպես ասած ֆիբրատների հետ, այս դեպքում արդեն յուրաքանչյուրի մեկ աստիճան գոմնագի աստեցությունը ոչ թե 2 պիտի լինի, արդեն 4 կլինի, 5 կլինի զուգակցված բացասական աստեցություն։ Այդ դրանք էլ որպես կարող պատճառ դառնան, որ այդ բուժարուն հրաժարվի եւ այդ միֆերը դարածվի անշուշտ։ Մեկ էլ այդ մի ֆասկացողությունը աշուտ այդքան իմ մասնակցությունից չէ, բայց կարծում եմ ինչ որ մարքեթինգային, այսինքն ինչ կողմեր գազագերբություններ կան, որ ուզում են մարքեթինգային առումով մարքեթինգ անեն, պրոմոտ անեն իրենց պրեպարատները, ճագերտավոր բնական են կամ ինչպիսի աստեցություն ունին այդ դեպքում եւ ասում են չի կարելի ստատին։ Այո, ստատին չի կարելի խմել, եթե ցուցում չի գա։ Անշուշտ ցուցումը ոչ թե մենակ դիսլիպիդեմիա, ստատինի ցուցումներից մեկն է որպես պրոֆիլակտիկ։ Եթե օրինակհամար զուգակցված հիվանդություն կա, եթե տվյալները կա, այսինքն ցուցում կա։ Եթե վերադառնանք իմ առաջին նախտասության տեղը, եթե ճիշտ ցուցումով չօգտագործի ճիշտ տեղաչափով եւ ուրեմն թույն է։ Մենք վնասում ենք բուժարուին։ Այ գալով ձեր արտահայտած մտքին, որ շատ ընկերություններ փորձում են մարքեթինգային նպատակներով պրոմոտ անել իրենց կողմից ստեղծված ոչ այնքան հետազոտված պրեպարատներ, հավելումներ, բիոլոգիական ակտիվ հավելումներ, որոնք անցած չեն են դասական կլինիկական հետազոտությունների շղթան, որը ապացուցում է, որ տվյալ պրեպարատը անվտանգ է եւ էֆեկտիվ է մարդու առողջության համար։ Ինչ կարծիքի եք սրանց մասին, սրանց շուկայի մասին եւ ինչն է պատճառը, որ այդքան շատ ու այդքան հասանելի են այս անհայտ ծագման տարբեր պրեպարատները։ Հասանելիության պատճառը հիմնականը, որ ազատ վաճառքի ճագերտավոր կամ հսկվող չեն, կամ համեմատած թեղանյութերի, գրանցված վիտամինների, գրանցված հավելումների, ես երբեք թեմ չեմ դրանց ես կամ որևէ կլինիկական տեղակետ կամ բժիշկ, բայց պարզապես անհայտ ծագում, այսինքն դվյալ թեղացևը, որ բառնագում է, ասում են դվյալ X կամ Y նյութը բայց ով այսպես ասած ով ապացուցել է որ այդքան թեղանյութ կամ այդքան նյութ ունի ինչպիսի աստեցություն էֆեկտիվության մասին չխոսենք եկեք ապահովության մասին անվտանգության մասին արդյոք հեպատոտոքսիկ է արդյոք նեֆրոտոքսիկ է
արդյոք նեյրոտոքսիկ է, այսինքն այստեղ խնդիր ունենք մենք անվտանգության առումով։ Բայց պատճառը, որ շատ լայնադարածված է, իրենց այսպես ասած հասանելիությունը հեշտ է, այդ հանգամանքը, որ վնասող չեն, իրենք բնական են, ճագերտավոր։ Բայց իրականում դա այդպես չի։ Նախ եւ առաջ բնական հասկացողություն ինձ համար որպես թերակետ, նախքան կլինիկական թերակետ լինելը բնական, այսինքն մեջը նյութ կա, ուրեմն օրգանիզմ մենք ներմուծում եւ մենք պոտենցիալ ռեակցիա պիտի ստանանք։ Եվ միշտ ես այսպես ասած այդ օրինակը դալիս եմ, անուն չեմ հիշում, մի տարի առաջ էր մի հատ ռուս հայտնի բլոգեր Fit Marzik երդասարտուհի սպորտի ջիմի ցելերը ակին կրտնելուց հետո մեծ ծավալով ջուր խմել եւ մահացել է հիպոնադրեմիայից։ Այստեղ հիմնական ամենաբարձ բանը, որ ինքը էլեմենտներ ջուրի հետ կորցրել է եւ ջուրը ընդունել առանց էլեմենտների։ Այսինքն ջուրն էլ այս դեպքում Իրանից բնական գարձում են բան չկա, նույն չկա, այսպես ասած, շուգայական կամ բան է, բայց նորեն մահ պատճառեց։ Այսինքն որևէ նյութ, որ մենք ներմուծում ենք, հնարավոր ռեակցիաներ կա, հնարավոր ֆարմակոլոգիական ազդեցություն ունի մեր մարմինի վրա։ Իսկ ինչով են տարբերվում դեղերը եւ բիոլոգիական ակտիվ հավելումները իրարից։ Որն է իրենց տարբերությունը։ Թեղանոթ, եթե ասենք, այստեղ գոյություն ունի արդեն թեղանոթ, վիտամինը, եթե հավելում է կամ վիտամինը որպես վիտամինային, այսինքն հիպովիտամինը բուժելու չէ օրական բանջարկը ապահովելու համար, այս ուղղությամբ կարող եմ մի կողմից ասել, իսկ բիոակտիվ հավելումները ընդհանրապես ավելի ցածր թեղաչափերով, ցածր կոնցենտրացիաներով եւ որպես evidence-based բուժման հիմնական չունեն ապացուցողական, այսինքն իրենք կարող են համարվել կախված տեսակից բիոակտիվ նյութից որպես supportive, որպես օգնող միջոց, որևէ վիճակ, բայց այստեղ էլի բարձրացնում ենք հարցը, անվտանգության հարցը, ինդիվիդուալ մոտեցումը, այսինքն 20 տարեկան իքական սերի ներկայացուցիչների մոտ, այսինքն դարբեր օրգանիզմներ են, դարբեր պատասխան ռեակցիաներ են։ Այստեղ էլի անվտանգության հարցը կա։ Սեբենք թե իրենք միշտ ասում են էֆեկտիվություն, լավ էֆեկտիվություն չի գա, բայց անվտանգության հարցը ավելի կարևոր է։ Այս դեպքում։ Այսինքն ծեր հարցին եթե ամփոփված ձևով պատասխանեմ, դարբերություն կա եւ evidence-based ցուցումներ չունենք, որպես supportive, որպես օգնական սննդային հավելումներ, ինչ աստիճանի եւ հսկողությունը, այսպես ասած, շատ թույլ կլինի ընդհանրապես, այսինքն։ Այ եկեք փորձենք մի քիչ ավելի մանրանալ եւ օրինակ անդրադառնալ այդ օմեգա 3 ճարպաթթուների լայնատարած կիրառությանը, հա, որ մեր ազգաբնակչության շրջանում ընդունված է, որ ասենք պատվիրում են Ամազոնից, չգիտեմ, Ամերիկայից, Եվրոպայից բերում են եւ անկախ բժշկի նշանակումից, անկախ ցուցումից օրական մի հատ երկու հատ կապսուլա անպայման ընդունում են։ Ինչ կա դրա տակ, արդյոք դա իրականում արժե անել եւ եթե այո, ինչու եւ եթե ոչ, էլի ինչու։ Այստեղ կարևոր հարցը, որ դարիքային խմբի համար դալիս են եւ եթե անշուշտ ցուցում կա, եթե երեխա դարիք է եւ զարգացման եւ որպես բիոակտիվ հավելում օգտագործում է։ Այդտեղ գոյություն ունի անշուշտ ինչպես գիտենք օմեգա 3 հասկացողությունը 3 տեսակի դարբեր ալֆա լինեատու է EPA, DHA։ Աշտ հիմա այստեղ լայն բանգա սիրտանոթային համագարքի EPA, DHA շատ կարևոր է։ Ուսումնասիրություններ կա, որ EPA-ը ավելի բարձր պետք է 3 անգամ պետք է լա DHA-ը։ Այստեղ ինդիվիդուալ մոդեցում, ինդիվիդուալ հիվանդություն կամ ինդիվիդուալ ռիսկերի մոդեցումն է։ Արդյոք այդ վերջը օմեգա 3 եւ յուղային, այսպես ասած, բան ստամոք սաղիկային վրա ինչ որ գոմնագե աստեցություն, ինչպիսի ստամոք սաղիկային համագարք ունի, ինչպիսի գարիքը ունի ինքը այդ դվյալ ինդիվիդուալ չէ բարձրապես, այսինքն էլի նույն մոդեցումը գոյություն ունի այնպիսի նյութ որ ներմուծում ենք եւ ասպես ասած ժողովրդական ասենք, լավ ինքը ապահով է, ինքը չի վնասի, եթե չօգտեց չի վնասի, էդիկա չկա։ Այսինքն ասում եմ, չէ, օմեգա 3 այդ նույն ավելի մանրամասն, ավելի բացահայտված ձևով իր բաները կան, իր ցուցումները ունի։ Նույնը, այսպես ասած, մենք եթե ասում ենք տրիգլիսերիդների մագարտակը բարձրացման ժամանակ օգտագործում են այդ օմեգա 3-ները։ Դվյալ դեպքեր կան։
էլի որպես սննդային հավելում օգտագործելը շատ սխալ է։ Այս հիմնական դիրքորոշումը այսինքն Հասկացա։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ սիրտանոթային ուղեցույցներից ոչ մեկում իբրև հիմնական բուժական մեթոդ չի նշվում օմեգա 3-ների կիրառությունը։ Հավանաբար, որովհետև evidence-based մեծ հետազոտություններ չկան այդ ուղղությամբ արված։ Միանշանակ evidence-based չկա եւ հիմնականում այսինքն սննդի միջոցով ստացված այսպես ասած այդ օմեգա 3-ը նյութերը, որ ստանում ենք ավելի լավ արդյունավետ կլինի, հետո սիրտանոթային համակարգ, մետաբոլիկ սինդրոմ եւ այդ խանգարումները լիպոպրոտեինների ամբողջական ինչ որ խանգարումների պատճառ են, թե օրգանի առումով լիարդ ենթաստամոքսային կեղծ, նույնիսկ ստամոքս աղիքային համակարգը եւ այդտեղ արյան անալիզի վրա որ մեր մոտ երևում է այդ դվյալները։ Հիմա մենք այսպես ասած օրինակ համար մի քիչ առաջ դուք ասեցիք GLP-1 Ես ուզում եմ մի քիչ ավելի խոսել հենց այդ հարցին պատասխանը հասնելու համար գոյություն ունի հագադիաբետիկ թեղերը, որ առաջին անգամ հագադիաբետիկ SGLT2 ինհիբիտորները, աշխուտ իրենք հագադիաբետիկ, հետո անցան սրտային անբավարարություն, հետո երիկամային անբավարարություն, ցուցումներ։ Էսի evidence-based ցուցում FDA approval-ի մասին ենք խոսում, բայց չեմ բավարարում։ Օրինակ համար հենց արյան մեջ հեմոգլոբին բարձրացնելու, հեմատոկրիտ բարձրացնելու, արյան մեջ երկաթի վալյում բարձրացնելու հատկություններով, ջարբային լյարդը բուժելու կամ բարելավելու արդյունքները։ Անշուշտ իրենք SGLT2 նախքան, եթե չեմ սխալվում, պատմական առարկով նախքան SGLT2 ինհիբիտորներ գոյություն ուներ ոչ սելեկտիվ SGLT ինհիբիտորները, որը դժբախտաբար սխալ դեղ էին օգտագործել առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ եւ կետոացիդոզ առաջացել էր։ Այդտեղ սոտագլիֆլոզին ունեինք։ Հիմա ինչ առավելությունը ոչ սելեկտիվ, այսինքն SGLT1 եւ SGLT2, բացի երիկամի հատվածում, ստամոքս աղիքային հատվածում SGLT1-ը, այս դեպքում ուրեմն երկկողմանի թե նատրիումի, թե ջուրի եւ հիմնականը գլյուկոզայի ռեաբսորբցիայի վրա հաստող։ Այսինքն այստեղ երկու կողմից 2023-ին FDA-ը արդեն իդ նախևառաչինքը Եվրոպայի մեջ էր, այդ սոտագլիֆլոզինը առաջին տիպի շաքարային դիաբետի համար էր approve եղած, հետո բանան հանեցին շուգային կետոացիդոզ։ Իսկ 2023-ին սրտային անբավարարության համար սոտագլիֆլոզինը իդ approval ստացավ, առայժմ մենակ սրտային անբավարարության ժամանակ, բայց կարծում եմ այսինքն մենք չենք կարող մենք սովորացրել են եթե evidence-based ցուցում չկա չի խոսալ, բայց ես կխոսամ իր թերապանական կլինիկական աստեցությունների վրա ավելի լավ արդյունք կբերե սոտագլիֆլոզինը, քան էմպագլիֆլոզինը կամ օրինակ դապագլիֆլոզինը կամ կանագլիֆլոզինը։ Հիմա ես ինչի ամենին էս անդրադարձա, որովհետև այս համագարկի վրա աստող տեղերը էս իրենք բազմաֆունկցիոնալ, այսինքն մենք պատկերացրեք ունենք այսպիսի համակցություն SGLT ինհիբիտորներ, GLP-1 ագոնիստներ օգտագործում ենք եւ ուրեմն ստանում ենք այնպիսի հրաշալի աստեցություններ, որը նույնիսկ ինչքան էլ խոսի իրենց անվտանգության մասին, կարծում եմ կերազանցեն որևէ սապլեմենտի օգտագործումը, որևէ օմեգա 3-ի օգտագործմանը այդ ուղղությամբ։ Այսինքն ես չգիտեմ եթե կարողացա իմ միտքս արտահայտել, բայց արդեն բարեբախտաբար ինչպես ասեցի սիրտանոթային համակարգ մետաբոլիկ ունենք շատ այսպես ասած մեր գողովի մեջ է շատ դարբեր հնարավորություններ եւ քալիքը ավելի շատ է դեր այդ ուղղությամբ։ Հա։ Նարեկ մի հետաքրքրական հարցել որ վերջերս բավական շատ եմ լսում բուժառուներից եւ նաեւ մեր դիտորդներից դեմենցիաները կարծում եմ ապագայի լուրջ էպիդեմիան են եւ այսօր արդեն որոշ զարգացած երկրներում դեմենցիաները մահացության առաջի պատճառ են հանդիսանում։ Հավանաբար պատճառներից մեկն էլ նա որ սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարը շատ էֆեկտիվ է տարվել, օրինակ Դանիայում, օրինակ Ավստրալիայում
Ավստրալիայում, օրինակ Կանադայում եւ որոշ տեղեր հատկապես կանանց պարագայում դեմենցիաները, գլխուղեղի նեյրոկոգնիտիվ դիսֆունկցիաները առաջի տեղ են դարձել մահացության պատճառների մեջ։ Ինչ որ մի նոր խոստումնալից ուղղություն կա այս հիվանդությունների դեմ դեղորայքի միջոցով աշխատելու, թե իրենք շարունակում են մնալ անբուժելի եւ ասես դատավճռի նման մի բան մեր պացիենտների համար։ Դե միանշանակ չեն լինելու, միշտ գիտությունը զարգանում է, այստեղ շատ կարևոր հարց պետք է բարձրացնենք, արդյոք հետաքրքրվածությունը այն կամպանիաները, որոնք սինթեզում են, աշխատում են այդ ուղղությամբ, ինչքանով ցերնդու է, ինչքանով բան է, ասեցի չէ, այսինքն անտիբիոտիկներ եւ օրինակի համար նույն GLP-1 կամ SGLT metabolic syndrome ինչպիսի խոստումնալից շուգա կա իրենց համար այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքները ավելի զարգացած կլինեն բայց ես հերու չեմ տեսնի այդ առումով որ այսպես ասած մենք աբակայում ինչպիսին են հիմա ինչ որ չափով GLP-1 կամ ինկրետինային համագարկի տեղերը եւ սոդիում գլուկոզ տրանսպորտերի ինհիբիտորները արդեն բազմա համագարկային, բազմա ֆունկցիոնալ տեղեր են, ունենանք այսպես ասած այնպիսի աստեցության տեղանյութեր, որոնք բոլոր այս բացասական աստեցությամբ հիվանդությունների կամ խնդիրների լուծում գտնեն։ Ասում եմ, չէ, SGLT2 ինհիբիտոր եւ արդեն խոսում ենք մենք անեմիայի, պոտենցիալ անեմիայի բուժում։ Այսինքն շատ այդ ծեր մտահոգությունը կարծում եմ այդքան արդարացված չէ թե ճիշտ արդայդեմ հայերեն լեզվով այսինքն ճիշտ է հետաքրքրվածություն այդքան չկա ինչքան մետաբոլիկ խնդիրները բայց կարծում եմ էլի լուծելով մետաբոլիկ խնդիրները լուծելով լիպոպրոֆիլային խնդիրները լուծելով արյան շրջանառությունը այդ ուղեղային արյան շրջանառությունը բարելավելով հետո թրոմբոէմբոլիաների զարգացումը կանխելով այդ հիվանդություններն էլ կամ նույնիսկ եթե ուրիշ ասես կենսաբանական կամ կենսաակտիվ նյութերի ուղեղի այդ բիոգեն ամինների վրա աստոյելով այս հանգամանքով թերապանական կարծում եմ էլի կհասնենք ավելի շուտ ավելի ճիշտ ժամանակի առումով ինչքան օրինակ եկող 20 տարվա մեջ քան թե նախքին 100 տարվա Արագացել է բժշկությունը ինչպես եւ ամեն ինչ ինչպես կյանքը չէ միանշանակ Իսկ դուք ինչպես կայացրեցիք այդ որոշում կլինիկական դեղագետ դառնալու այդ ճանապարհը ոնց բռնեցիք որտեղ ինքը բավականին անսովոր էսպես ուղի է իմ կարծիքով շատ հետաքրքրական հարց տվեցիք կլինիկական թերապանությունը իմ մեջ ուսանող տարիներից շատ սեր կար իր մեջ Աշուշտ կլինիկական թերակետ մասնակետի կամ թերակետության մասին առաջին անգամ երրորդ կուրս էի իմացա եւ հետաքրքրական է որ ֆարմակոգնոզիայի մեր տասախոսը Ռևազո Վալիլիա Վարիչովնան ինքը ասեց այսպես ասած գոյություն ունի կլինիկական թերակետ մասնակետը այս խոսքը աշուշտ 2002 թվականին էր եւ այդ օրից ես արդեն Սկսեցի մտածել այդ ուղղությամբ, որտեղ ես սկզբանե նախքան այսպես թերակետ լինելս, թերակետություն ուսանելս բժշկական սերը բժշկությունը թե գար եւ թե երեխա ժամանակից կա իմ հայրս էնդոկրինոլոգ բժիշկ է, այսինքն ես ապրել եմ յուրաքանչյուր այդ վարյանը բժշկության մեջ։ Եվ մանավանդ այսպես ասած կլինիկական թերակետը գաբե թերակետի եւ բժշկի միջև Իսկ ավելի կարևոր հարցում եւ գար ասպանը հավեսը սերը թեկումը տեպի կլինիկական տեղեկություն բայց որոշումը որ գայացեցի արդեն օրդինատուրա պետք է անեմ ինքը դժբախտ պատահար է մեր սիրելի հերոս Վահե Մելիքսեթյանի նահատակվելն է այսինքն եւ այդտեղ արդեն հիմնադրամի ստեղծումը ընկերների հավաքվելը եւ իր այսպես ասած տեսլականը իր երազը իր սկսած ջամփան շարունակելը որտեւ ես որ արդեն 2013-ին Հայաստան վերադարձա եւ աշխատում էի արդեն իրանք որպես կլինիկական թերապիա ասոցիացիա Վահեն եւ իմ տասախոս Դատևիկ Սամվելովնա Գրիգորյանը աշխատում էին այդ ուղղությամբ բայց որոշումը որ կայացեցի արդեն Վահեի նահատակվելուց հետո էր եւ
կարծում եմ մի քիչ արագ քայլերով սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, անշուշտ ասեմ կլինիկական տեղակետների մասնակետները եւ պատրաստված մասնակետների քանակը շատ քիչ է Հայաստանում եւ ընդհանրապես կլինիկական տեղակետը ճանաչված չէ, դեռ չունի այդ որակավորումը, ասեմ կամ evaluation-ը, որ հանրության կողմից եւ թե բժշկական ասպարեզի մասնակետների կողմից ոչ թե այսինքն դրական կամ բացասական չէ, ընդհանրապես պատկերացումը ինչպիսի ֆունկցիա կարող է կատարել, որովհետեւ լրացնե այդ այսպես ասած դատարկ օղակը։ Կարծում եմ շատ ազնիվ մղումից ծնված եւ շատ կարեւոր ճանապարհ եք անցնում, ընդհանրապես կարծում եմ Վահեի նահատակվելը մեր երկրում ինչ որ առումով շատ մեծ զարկ հանդիսացավ, ցավոք սրտի, բայց կլինիկական տեղագիտության զարգացման համար եւ աճի համար եւ այս ամբողջը հաշվի առնելով մաղթում եմ մեծ հաջողություն ձեր ճանապարհին, որովհետեւ շատ կարեւորում եմ այդ մասնագիտությունը եւ կարծում եմ, որ միայն գրագետ զարգացած կլինիկական տեղագիտություն ունենալով մենք կարողանանք զբաղվել իրական, էֆեկտիվ եւ անվտանգ բժշկությամբ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Ավարտին մենք մի սովորություն ունենք, յուրին միշտ խնդրում ենք որևէ ուղերձ, հղում, մեսիջ, որ իր կարծիքով կարևոր է մեր դիտորդներին ասել։ Կա ինչ-որ մի բան։ Պիտի խոսեմ, այսպես ասած, բարեկեցիկ քաղաքացիներ, ապահով հայրենիքի մեջ ապրող քաղաքացիներ ունենալու համար պետք է առողջ լինենք եւ այսպես ասած, այստեղ այդ օղակի կամ ցիկլի շատ կարեւոր է թե առողջապահությունը եւ թե որակավոր առողջապահությունը եւ որը կլինիկական տեղակետի կամ որևէ առողջապահական համակարգի բարելավումը կնպաստի թե տնտեսական զարգացման եւ թե ավելորդ ծախսերի կրճատման եւ ընդհանուր առմամբ զարգացման մեր հայրենիքի։ Շնորհակալություն Նարեկ ջան։ Բարեկամներ, այսօր Cardiolab-ում մեր հյուրներ Clean Choice ընկերության թիմի ղեկավար, կլինիկական տեղագետ Նարեկ Վարժապետյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։